նախ եւ առաջ մեզ համար կանխատեսել էր այս դատավճիռը եւ այս պատժաչափն ու պատժատեսակ։ Եթե հիշեք, նախորդ մեր հանդիպման ժամանակ մոտավոր նույն բանը ասվեց։ Կաները ամիսի առաջարկել մեղադրողը դատավորն էլ մի 2 տարի ազդազրկում կկարդա իբրև հումանիստական իր դրսևորում։ Մի կարևոր բան էլ տեղի ունեցավ, որ կոնկրետ մենք արձանագրեցինք եւ ձեր տեսախցիկների կողմից նույնպես Միքայել Սրբազանը մեղադրվում էր քրեական օրենսգրքի 422 հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարք կատարելու համար։ Այսօր դատանը կարդալուց նրան մեղադրեց 442 հոդվածի երկրորդ մասով։ Լրիվ ուրիշ հոդված։ Ինչի մասին։ Բարձրաբան։ Այս հոդվածը լրիվ ուրիշ բանի մասին է, վերաբերում է պաշտոնյա առանձին կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելու։ Դատարանը ուրիշ հոդվածի մասին խոսեց հիմա։ Այսինքն լեգիտիմ չի այս վճիռը։ Տեսեք, մենք հիմա միասին արձանագրեցինք, որ դատավորը վերդիկտը մեղավոր էր ճանաչել 422 հոդվածի համար, հիմա դատավճիռ կարդաց 442 հոդված կարդաց։ Ձեր տեսաձայնագրությունները որ դիտեք կտեսնեք, ուրիշ հոդվածի մասին խոսեց։ Սա հիմա գիտեք, ինչ է հուզմունքը մարդու ճակատագրերի վրա է ազդում։ Ակնհայտ է, որ սա պատվիրված ակտ էր եւ Միքայել Սրբազանը չի կատարել ոչ 442 հոդվածը, ոչ 422 հոդվածով կատարված նախատեսված արարք։ Միքայել Սրբազանը իշխանություն զավթելու կոչ չի կատարել։ Միքայել Սրբազանը սահմանադրական կարգը տապալելու կոչ չի կատարել։ Այն ինչ վերագրում են Միքայել Սրբազանին, դա իր կարծիքն է եղել նախկին իրադարձության վերաբերյալ, որը պատմել է։ Դա չի կարող կոչ համարվել։ Դա ներկա կամ ապագա ձևով չի կատարվել։ Ինչպես բացատրենք, որ չկա այստեղ իրավախախտում։ Սխալ հոդվածը ձեր ասելով կարդաց է, սա իրավական ուժ ունենում է նման դատավճիռ։ Տեսեք, հիմա չեմ ուզում առաջընկնել որոշ հուշումներ տալ դատավորին, հիմա տեսնենք։ Այո, ավելին ասեմ, մենք արդեն ստացել ենք Վճռաբեկ դատանի որոշումը, որով մեր բողոքը վարույթ չի ընդունել է մերժել է առաջի կալանքի հետ կապված եւ այդ մասով մենք նաեւ միջազգային ացան ենք դիմելու, եվրոպական դատան ենք դիմելու, այս դատավճիռը երբ եք դիմելու։ Արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ, դատավճիռը անպայման բողոքարկվելու է վերաքննիչության, Միքայել Սրբազանը նույնպես սպասում էր այս դատավճռին, այսինքն ինքն էլ էր ակնկալում, ինքը հոգեպես ի սկզբանե տրամադրված էր, որ ի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվել եւ իրականացվել, այսինքն եթե արդյունք մտավախություններ ունեին, որ եթե բողոքարկեիք շատ հեշտությամբ հաղթանակի կհասնեիք, թե եկեք թողնենք որ դատավորը պատասխանի այդ հարցին։ Ձեր պրակտիկայում շատ է լինում, երբ ասենք վճիռը կարդալուց ուրիշ հոդված են ասում, բայց Իմ պրակտիկայում առաջի դեպքն է, որ arczepiskopos-ի նման անհիմն մեղադրանքով դատապարտում են։ Առաջի դեպքն է պրակտիկայում։ Պարոն Ահարոնյան, ձեր դիտարկումները լսենք, ձեզ համար էլ էր սպասելի, որովհետև հանրային շրջանակները մինչև վերջ հույս ունեին, որ այս քայլին չի գնա դատական իշխանությունը, այս քայլին չեն գնա առհասարակ։ Բայց չեմ գնացեք այս կոմելի կադրը։ Մեր անցած ճանապարհը նախապատրաստվում էր այս ամեն ինչը, սպասելի էր ինչ-որ միտեղ, սակայն սա բնականաբար այսպես չի մնա, մենք բոլոր միջոցները գործադրելու ենք այս անարդարությանը վերջ տալու համար, ես չգիտեմ, սենց պատմական ամոթի օրեր այսօր, այսքան բան։ Շնորհակալություն։ Դա մնացեք ձեզ շնորհակալություն։